1698 թվականին հնդկական օվկիանոս է դուրս գալիս Քիդղ Մերչենտ անունով առագաստանավ, որը գանձերով էր լցված։ Սակայն ճանապարհին հարձակման ենթարկելով Ուիլյամ Քիդ անունով կապերի կողմից առգրավում է։ Բարև ձեզ, ես Անահիտն եմ, Anna's Corner զարդերի բրենդի հիմնադիրը, եւ ձեզ այսօր կպատմեմ Քիդղ Մերչենտի պատմությունը, թե ինչ կապ ունեն հայերը այս պատմության հետ եւ առհասարակ մեր անփոխայնելի դերի մասին ծովային աշխարհում։ 15-րդ դարի վերջում, երբ Վասկո դա Գաման հայտնաբերում է Հնդկաստանի ծովային ճանապարհը Աֆրիկայի հետ, տարածաշրջան են սկսում թափանցել եվրոպացիները։ Եվ ի զարմանս նրանց, այստեղ հայտնաբերում են առևտրային հսկայական ցանցեր, իրենց հստակ կանոններով եւ օրինակարգով, եւ այստեղ ապրում էին արաբներ, հնդիկներ, պարսիկներ եւ հայեր։ Հայերը մեծ կապեր ունեին թե իշխանությունների հետ տեղական եւ թե առևտրականների հետ, եւ եվրոպացիները շատ արագ հասկացան, որ կապեր ստեղծելու համար իրենց հայերի միջնորդությունն է պետք։ Եվ քանի որ իրենք ստոր քայլերով էին փորձում իշխանություն հաստատել տարածաշրջանում, արդեն հասցրել էին բացասական կարծիքներ ձևավորել իրենց հասցեին։ Եվ պատկերացրեք, անգամ նավահանգիստ մտնելու համար նրանք հայկական դրոշ էին բարձրացնում, որպեսզի ինչ-որ ապրանք ստանան, իրենք որպես հայ էին ներկայանում, անգամ հայկական տարազներ էին հագնում, որպեսզի հայ ձևանան, որպեսզի կարողանան առաջ գնալ։ Հայերը մեծ պատիվ եւ հարգանք են վայելում տեղական իշխանությունների շրջանակներում, իրենք վերահսկում են ծովային ուղիները, առևտրական ցանցերը եւ ունեն բոլոր պայմանագրերը եւ փաստաթղթերը առևտրական ճանապարհներով ծով դուրս գալու համար։ Եվ հայկական նավի վրա հարձակվելը անթույլատրելի էր։ Այստեղ սկսում է ամենակարևորը։ Քիդղ Մերչենտը, որի վրա հարձակվեց 36 թնդանոթներով զինված նավով Ուիլյամ Քիդը հայկական էր։ Եվ քանի որ մերոնք ունեին պայմանագրեր եւ փաստաթղթեր ծովային ճանապարհ դուրս գալու համար, առևտրով զբաղվելու համար, այստեղ իրեն մեծ խնդիրներ էին սպասվում։ Նա մերոնց իջեցնում է մոտակա նավահանգիստ, չի սպանում եւ իր նավը խորտակելով տեղափոխում է մեր նավ եւ շարունակում է իր ճանապարհը։ Մերոնք իհարկե բողոքում են եւ Ուիլյամ III-ին, Անգլիայի թագավորին եւ Փադիշահին, որպեսզի նորից վերադարձեն իրենց նավը եւ բոլոր գանձերը, որոնք որ նավի վրա էին։ Ուիլյամ Քիդը իհարկե փորձում է ապաստան գտնել իր հովանավորների մոտ, սակայն թագավորի որոշման դիմաց անզոր են բոլորը։ Եվ վերջապես դատ է տեղի ունենում, դատի ընթացքում հաստատվում է, որ նավը եւ գույքը հայկական էին, գանձերը հայկական էին, եւ 1701 թվականի մայիսի 23-ին Ուիլյամ Քիդը Թեմզայի ափին կախաղան է ենթարկում։ Եվ ինչն է ուշագրավ նաեւ, որ Նյու Յորք հասնելու պահին Ուիլյամ Քիդի մոտ եղել է ընդամենը 2000 ֆունտ։ Եվ թե օկեանոսի որ ափին է նա թաքցրել գանձերը, մինչ օրս գանձեր որոնողները փորձում են գտնել, անգամ հսկայածավալ սարքավորումներ կիրառելով, բայց դեռ ոչ ոքի չի հաջողվել։ Ինչն է ուրախացնում, որ անգամ Լորդ Ուորդի դատական ամփոփման մեջ նշված է, որ նավը, գույքը, գանձերը պատկանել են հայերին։